Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, օրհնում եմ յուրաքանչյուրիս Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, թող նրա արյան ծածկոցը ծածկի յուրաքանչյուրիս, թող Աստծո սերը լինի մեր սրտերում, Աստծո խաղաղությունը լինի մեր էության մեջ, ներծծված լինենք Աստծո խաղաղությամբ, Աստծո սիրով, Աստծո լույսով, չարիքը մեր մեջ տեղ չունենա, չարիք չսիրենք, ծաղրանք, քննադատություն, դատապարտություն չսիրենք։ Գիտեմ, շատերս մանկուց սովորել ենք դա եւ մեր բնույթի մասն է դարձել, բայց թող Տիրոջ ողորմությամբ մենք Քրիստոսի բնույթը ստանանք, որ ներող է, որ սիրող է, որ բարձրացնող է եւ ոչ թե կործանող, ոչ թե քննադատող, ոչ թե ջարդող։ Հիսուս Քրիստոս Աստված, շնորհակալ ենք քեզ խաչի վրա կատարած քո զոհողության համար, շնորհակալ ենք քեզ, որ Հայր Աստծուն խնդրել ես ու Սուրբ Հոգուն ես մեզ տվել եւ ուղարկել։ Ու հիմա դիմում եմ քեզ Սուրբ Հոգի Աստված, աղաչում եմ քեզ, օգնիր մեզ Տեր, կոտրիր մեր մեջ եղած հպարտությունը, որպեսի հպարտությունը չխանգարի, գոռոզությունը չխանգարի մեզ ճանաչել Տեր Հիսուսին, ընդունել Տեր Հիսուսին, ընդունել քո վկայությունը, ընդունել Աստվածաշնչի վկայությունը եւ մեզ հետ պահել մեր կյանքերը Հիսուսին տալուց, մեր կամքը Աստծուն հանձնելուց եւ Աստծուն հնազանդեցնելուց։ Սուրբ Հոգի, մեր առաջնորդ, խնդրում եմ, օծի մեր աչքերը սուրբ ջրով, ճշմարտության յուղով, որովհետև դու ճշմարտության հոգին ես, որպեսզի մենք տեսնենք մեր սրտերի իրական վիճակը, տեսնենք ինչպիսի դժոխք կա մեր սրտում, մեր մտքում, ինչքան չարիք ու խավար, ոչ թե որպեսզի վախենանք, որպեսզի սարսափենք Տեր, այլ որպեսզի կարողանանք մեր մեղքն ընդունել որպես մեղք եւ ընդունել, որ մեղավոր ենք, սքանք մեր մեղքերի համար, որպեսզի կարողանանք ապաշխարել եւ բերել մեր կյանքն ու գործած մեղքերը եւ մեղավոր ուղիները մեր խավարից քո լույսի մեջ, որ խավարը ել իշխանություն չունենա մեր վրա ու քո լույսը մեր մեջ իշխի, որ ոչինչ թաքուն ու փակ չմնա քեզ համար մեր կյանքերում, մեր կյանքի ոչ մի ոլորտ քեզանից չթաքցնենք։ Խնդրում եմ Տեր, մաքրի ու ազատի մեզ աններողամտությունից, զայրույթից, ատելությունից, նախանձից, վրեժխնդրությունից, ծուլությունից, թմրությունից, անբանությունից, անկարողությունից, անհուսությունից, անհավատությունից, կասկածներից, ապստամբությունից ու հակառակությունից։ Օգնիր ու սովորեցրու մեզ խոնարհվել, հեզ լինել, հնազանդ լինել, ինչպես Հիսուսը, որ մենք մեզ խոնարհեցնենք ու դու ստիպված չլինես մեզ նվաստացնել ցավոտ ձևով, որպեսզի ինքներս մեզ դատենք, որ դու մեզ դատելու կարիք չունենաս։ Ես սա աղոթում եմ ինձ համար, ամուսնուս համար, իմ ընտանիքի բոլոր անդամների համար, իմ հարազատների համար, իմ բոլոր ընկերների ու հարևանների համար, Տեր ջան, ամեն մեկի համար, իմ հայազգի համար, իմ հոգևոր քույր եղբայրների ու նրանց ընտանիքների համար, որ մենք ինքնախաբեությամբ չզբաղվենք, որ մեր դարձը լինի ճշմարիտ ու հաստատուն։ Հիսուսի անունով եմ աղոթում եւ խնդրում։ Եվ թող այս աղոթքը խունկի պես բարձրանա քո առաջ, Տեր ջան, եւ դու գործես, քո ձեռքը արձակվի ամեն մեկիս կյանքերի մեջ եւ դու գործես։ Հալելույա եւ ամեն։ Հիմա վերադառնանք Հովհաննես Ավետարանի 20-րդ գլխի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Նախկին դասերը խնդրում եմ լսեք, որպեսզի ամեն ինչ կապակցված լինի, ոչ մի բան կոնտեքստից դուրս չվերցնենք, չհասկանանք, որտեղ դա շատ վտանգավոր է եւ չարիք է բոլորիս համար, եւ նաեւ խնդրում եմ, որպեսզի տարածեք, Աստծո գործը արեք, Աստծո թագավորության մեջ ցանեք, տարածեք ձեր հարազատներին, հարևաններին, ընկերներին, աշխատակիցներին, Աստծո օրհնությունը փոխանցեք։
Մի վախեցեք մարդիկ ինչ կմտածեն, կարևոր չի։ Մտածեք, թե Աստված ինչ հարց է քեզ տալու, երբ որ հանդիպի, ինչի չկիսեցիր, ինչի չասեցիր, ինչի չօգտագործեցիր հնարավորությունը պատմելու, ասելու, տալով նրանց փրկության, դարձի, ապաշխարության հնարավորություն։ Եկեք բոլորս բաժնեկից լինենք։ Նախ կարդանք հատվածը կրկին։ Անհավատ Թովմասը։ Բայց Թովմասը 12-ից մեկը, երկվորյակ կոչվածը, աշակերտների հետ չէր, երբ Հիսուսը առաջին անգամ եկավ։ Հարություն առնելուց հետո մյուս աշակերտները Թովմասին ասացին. Տիրոջը տեսանք։ Իսկ նա նրանց ասաց. եթե նրա, այսինքն Հիսուսի, ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա։ 8 օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, նրանց հետ էր նաև Թովմասը։ Հիսուսը մտավ փակ դռներով, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց. խաղաղություն ձեզ։ Հետո Թովմասին ասաց. բեր քո մատը այստեղ և տես իմ ձեռքերը, բեր քո ձեռքը և իմ կողի մեջ խրիր, մի երկմտիր, այլ հավատա։ Թովմասը պատասխանեց ու ասաց նրան. դու իմ Տերն ես ու իմ Աստվածը։ Հիսուսը Թովմասին ասաց. հավատացիր, քանի որ տեսար ինձ, երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու։ Հիսուսն իր աշակերտների առաջ ուրիշ շատ հրաշքներ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն, բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։ Բոլոր փառքերը, բոլոր օրհնությունները քեզ եմ տալիս, Սուրբ Երրորդություն, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, միայն դու ես արժանի օրհնանքների, միայն դու ես արժանի, որ ծնկենք քո առաջ, որ փառաբանենք ու մեծարենք ու երկրպագենք քեզ ու խոնարհվենք քո առաջ, Տեր։ Ես այդ երանելի հավատքն եմ հռչակում ամեն մեկիս վրա, Տեր ջան, որպեսզի հավատանք առանց տեսնելու։ Թող այդ օրհնությունը ամեն հայ մարդու կյանք մտնի, Տեր ջան, Հիսուսի անունով, ամեն։ Երեկ խոսեցինք այն մասին, որ Հիսուսը նորից հարությունից հետո գալիս է աշակերտների մոտ ու այս անգամ Թովմասը այնտեղ է, երեկվա դասը լսեք և Հիսուսը հրավիրում է Թովմասին անելու այն, ինչ որ պահանջում էր, որ հավատա։ Եկեք հիմա տեսնենք Թովմասի արձագանքը։ Թովմասը պատասխանեց ու ասաց Հիսուսին. դու իմ Տերն ես և իմ Աստվածը։ Թովմասը իր բերանով հայտարարել էր իր թերահավատությունը, անհավատությունը, ու հիմա տեսնում ենք, որ բացահայտ անհավատությունից կամ թերահավատությունից, անհավատություն չէր, ավելի շատ թերահավատություն էր, Թովմասը հիմա անմիջապես անցում է կատարում արմատական խորը հավատքի։ Նա դիմում է Հիսուսին աստվածության կոչումներով, անվանելով Հիսուսին Տեր և Աստված։ Հատկանշական է նաև, որ Հիսուսը ընդունում է այս տիտղոսները ու չի ասում Թովմասին. ինձ այդպես մի կոչիր։ Այո, Թովմասը իր աչքերով տեսավ Հիսուսին, Հիսուսի վերքերը, բայց այն, ինչ կատարվեց Թովմասի մեջ, ներքնաշխարհում, նրա հոգում, նրա սրտում, նրա մտքում, ավելի էր, քան արտաքին ապացույցները։ Թովմասը հոգով, սրտով ներքուստ հավատաց ու դրա համար նրա շրթունքներից դուրս եկավ. դու իմ Տերն ես և իմ Աստվածը։ Աստվածաշունչն ասում է, ինչ կա ձեր սրտում, նա էլ դուրս է գալիս ձեր բերանից։ Այսինքն Թովմասի սրտում հաստատություն գտավ հավատքը։ Թովմասը այժմ խոստովանում և դավանում է այն հավատքը, որը նա նախկինում հերքել էր ու մերժել էր, ասելով. ես չեմ հավատա, եթե մատերս վերքերի մեջ չխրեմ։
Դու իմ Տերն ես եւ իմ Աստվածը բառերը զուտ զարմանքի բացականչություն չեն Թովմասի կողմից, շոկային խոսքեր չեն, որտեվ մենք պետք է հասկանանք, որևէ մարդու Տեր եւ Աստված ասելը արգելված էր։ Ինչ նկատի ունեմ, հրեայի համար մեկ այլ մարդկային էակի Տեր եւ Աստված անվանելը համարվում էր հայհոյանք Աստծո դեմ եւ դրա համար մահապատիժ կար։ Հիշում եք, երբ որ Հիսուսին մեղադրում էին, ասում էին նա ինքն իրեն Աստված է ասում, այսինքն դա հայհոյանք էին համարում, որ մարդը ինքն իրեն Աստված էր ասում։ Ուրեմն սա դատարկ կամ հեշտ բառեր չէին, որ Թովմասի բերանից դուրս եկավ։ Թովմասը Հիսուսի հարության լույսի ներքո Հիսուսին տվեց Տեր, Կիրիոս եւ Աստված, Թեոս տիտղոսները, որոնք երկուսն էլ Աստվածության տիտղոսներ են։ Թովմասը անչափ ազնիվ էր ասելու, երբ չէր հավատում, բայց նաև բավականին ազնիվ էր տեսնելու եւ ընդունելու ապացույցները եւ դրանց ամբողջական իմաստը։ Թովմասը չտվեց իրեն կիսահավատությանը, նա ցանկանում էր լիովին հավատալ կամ ոչ։ Կիսատ պռատ հավատացյալ լինելը դա հավատացյալ չլինելը։ Չարլզ Սպըրջենը այսպես է ասում Թովմասի խոսքերի մասին, որ ասաց Հիսուսին. «Դու իմ Տերն ես ու իմ Աստվածն ես»։ Դա սուրբ հրաշքի բարեպաշտ արտահայտությունն էր, անչափելի հրճվանքի արտահայտություն էր, դա ցույց էր տալիս Թովմասի մտքի ամբողջական փոփոխությունը, դա Քրիստոսին հավատարմության խանդավառ դավանանք էր, դա պաշտամունքի, փառաբանության, երկրպագության հստակ ու անմիջական գործողություն էր։ Որպեսզի մարդը կարողանա փրկվել, ամենից առաջ անհրաժեշտ է, որ նա էլ Թովմասի հետ միասին ասի Հիսուսին սրտանց ու հավատքով. «Դու իմ Տերն ես ու իմ Աստվածն ես»։ Եվ Թովմասի պես դա պետք է դուրս բխի մեր սրտից, ոչ թե դատարկ բառեր լինեն, այլ մեր սրտում հավատանք, մեր միտքը փոխվի։ Թովմասի այս կարճ դավանանքը հակիրճ, համեստ, լիարժեք ու ճշմարիտ։ Հիսուսը Թովմասին ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ, երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։ Մեկնաբանները տարակարծիք են այն հարցում, թե արդյոք Թովմասը իրոք արեց այնպես, ինչպես Հիսուսը հրավիրեց իրեն անելու, այսինքն արդյոք Թովմասը իր մատերը մտցրեց Հիսուսի վերքերի մեջ։ Տարակարծությունը այն պատճառով է, որ Հիսուսն ասում է հավատացիր, քանի որ տեսար ինձ, ու չի ասում հավատացիր, քանի որ տեսար ինձ ու դիպար ինձ իմ վերքերին։ Մեկնաբաններն ասում են, որ սա վկայում է այն մասին, որ Թովմասը իրականում չի դիպել Հիսուսի վերքերին։ Բայց սա կարծիք է ընդամենը, Աստվածաշունչը այդ մասին չի ասում, բայց գնալով Հիսուսի խոսքերից, որ ասում է տեսար ու հավատացիր, դրա համար մտածում են, որ վերքերի մեջ իր մատերը չի մտցրել։ Եվ ինչ որ տեղ հույս ունեմ, որ չի մտցրել, որ մեր Տիրոջը իր թերահավատությամբ ավելի ցավ չի պատճառել, որ միայն Հիսուսի ներկայությունը ու խոսքերը բավարար են եղել։ Երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու, ասաց Հիսուսը։ Սա հատուկ խոստացված օրհնություն է, որը տրված է նրանց, ովքեր հավատում են։ Թովմասը պահանջեց տեսնել և շոշափել նախքան հարություն առած Հիսուսին հավատալը։ Նախկինում հրեաները հանշան էին պահանջում, հրաշքներ էին պահանջում, որպեսզի հավատան։ Բայց Հիսուսը այստեղ մեզ հասկացնում է,
որ վստահելի վկաների ցուցմունքները, վկայությունները, որոնք բոլորը նշված են Աստվածաշնչում, եւ Սուրբ Հոգու վկայությունը մեզ բավարար ապացույց է մեզ համար հավատալու իրեն, եւ օրհնություն կա նրանց համար, ովքեր ընդունում են այդ բավարար ապացույցները եւ հավատում Հիսուսին, առանցելի նոր նշաններ ու ապացույցներ պահանջելու։ Հռոմեացիների նամակում Պողոս առաքյալը նաև ասում է, որ Աստված ինքն իրեն բացահայտել է արարչության միջոցով, բնության միջոցով, ու մենք ոչ մի պատճառ չունենք չհավատալու, ու մեր չհավատալով մենք մեզ դատապարտում ենք։ Ամեն անհրաժեշտ վկայություն եւ ապացույց Աստծո գոյության, Հիսուսի Աստված լինելու, Աստծո որդու եւ հարության կան, տրված են, բայց մենք Թովմասի պես ընտրում ենք չհավատալ, մերժում ենք հավատալ։ Թող Աստված ողորմի, ու ինչպես Թովմասին հանդիմանեց, բայց սիրով նաև թույլ տվեց, որ նրա հավատքը հաստատվի, Աստված նաև ամենքիս կյանքում հանդիպի մեզ այնտեղ, որտեղ մենք ենք, եւ մեզ դուրս բերի անհավատությունից։ Բոյսը ասում է. ես կարծում եմ, որ Հիսուսը խոսում է այստեղ, երբ ասում է երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու, ոչ թե սուբյեկտիվ հավատքի, այլ բավարարված հավատքի մասին։ Նա խոսում է հավատքի մասին, որը բավարարված է Աստծո տվածով եւ հետեւաբար չի ձգտում տեսիլքների, հրաշքների, էզոտերիկ փորձառությունների կամ հաջողության տարբեր ձևերի, որպես Աստծո բարեհաճության ապացույց։ Այստեղ սխալ չհասկանանք, մենք բժշկության հրաշք ենք խնդրում, մենք Աստծո զորություն ենք խնդրում, մենք խնդրում ենք, որ Աստծո պարգևները երևան, բայց դա չպետք է լինի նրա համար, որ ապացուցենք, որ Աստված կա։ Սրանից մենք սովորում ենք, որ Հիսուսին հավատալը իր առաքյալների վկայության հիմքի վրա, Աստծո խոսքի հիմքի վրա, Աստծո բացահայտման հիմքի վրա արարչության մեջ, Հիսուսի ասածների ու արածների հիմքի վրա, մեզ տալիս է նույն օրհնությունները, ինչ առաքյալներն էին վայելում։ Եվ այդ օրհնությունը Հիսուսին հանդիպելն է, Հիսուսին ճանաչելն է։ Եվ այսպես Աստված իր շնորհով այնպես է արել, որ հավատացյալ մարդը անգամ Հիսուսի հարությունից 2000 տարի անց չկորցնի ոչ մի օրհնություն, քանի որ մենք էլ մեր աչքերով չենք տեսնում Հիսուսին, բայց քանի որ հավատում ենք առանց տեսնելու, մենք էլ օրհնված ենք ըստ այս խոստման, ասում է Քլարկը։ Հիսուսի այս խոսքերը եւս մեկ երանություն են եւ մեծ օրհնություն են խոստանում։ Չարլզ Սպըրջենը նշում է բաներ, որոնք կթուլացնեն, կպակասեցնեն այս օրհնությունից մեր կյանքերում, երբ մենք պահանջում ենք ձայն, տեսիլք, հայտնություն ապացուցելու մեր հավատքը, երբ մենք պահանջում ենք որոշ հատուկ հանգամանքներ մեր հավատքը ապացուցելու համար, երբ մենք պահանջում ենք որոշակի հիացական փորձառություն մեր հավատքը ապացուցելու համար, երբ մենք պահանջում ենք յուրաքանչյուր դժվար հարցի կամ դիմադրության պատասխան, որպեսզի հավատանք, մենք դառնում ենք անհավատ Թովմասի պես այդ ժամանակ։ Թովմասի հավատքը դարձավ այս ավետարանի գագաթնակետը։ Հովհաննեսի ավետարանի ողջ ընթացքում Հիսուսը հաղթանակ է տարել։ Մենք տեսել ենք, որ Հիսուսը հաղթանակ է տարել հիվանդությունների դեմ, մեղքի դեմ, դևերի դեմ, չար մարդկանց դեմ, մահվան դեմ, գերեզմանի դեմ, վշտի դեմ։ Այժմ Թովմասի մեջ Հիսուսը հաղթեց անհավատությանը ու թերահավատությանը։ Եվ հիմա Հովհաննես ավետարանիչը ամփոփում է այս ավետարանի նպատակն ու իմաստը, ինչու է այն գրվել ու մեզ փոխանցվել։ Հիսուսն իր աշակերտների առաջ ուրիշ շատ հրաշքներ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն։ Հովհաննես ավետարանիչը խոստովանում է, որ ինքը մեզ չի
կներեք, ներկայացրել Հիսուսի արած բոլոր հրաշքներն ու գործերը ու բոլոր խոսքերը։ Նա չէր կարող գրավոր արձանագրել այն ամենը, ինչ Հիսուսն ասաց եւ արեց։ Հովանես Ավետարանի 21-րդ գլխի 25-ում օրինակ կարդում ենք, բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրված լինեին, այս աշխարհը բավական չէր լինի այդ գրքերը պարփակելու համար։ Հովանեսը Սուրբ Հոգու առաջնորդությամբ եւ Աստծո կամքով մեզ փոխանցել է այն, ինչ հնարավոր է։ Եվ Հիսուսը եւ Հովանեսը ցանկանում են, որ մենք անձնական հարաբերություն ունենանք Հիսուսի հետ, Աստծո հետ, եւ Աստված մեզ այդպես ավելի շատ բան կբացահայտի մեզ իր մասին, Հիսուսի մասին, մեր փրկության մասին, Աստծո ճշմարտության ու ողորմության ու սիրո մասին։ Դա է ճանապարհը Աստծուց լսելու, նրա հետ հարաբերվելը։ Եվ Հովանես Ավետարանիչը ասում է. բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծո որդին, եւ որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։ Թեև Հիսուսը շատ այլ նշաններ ու հրաշքներ էր գործել, Հովանես Ավետարանիչը ընտրել էր իր ավետարանում ներառել այն նշանները, որոնք բացահայտում են ու բացատրում են ընթերցողին, թե ով է Հիսուսը, որ ընթերցողը հասկանա, ընդունի ու հավատա, որ Հիսուսը Աստծո Մեսիան է, Քրիստոսը, Աստծո որդին եւ ինքն Աստված, եւ որ ընթերցողը, լսողը Հիսուսի անունով հավիտենական կյանք ունենա։ Այս ավետարանը մի գիրք չէ նշանների ու հրաշքների մասին, սա գիրք է Հիսուսի մասին։ Նշաններն ու հրաշքները օգտակար են բացահայտելու Հիսուսին, միջոց են բացահայտելու Հիսուսին։ Եվ ոչ միայն այս ավետարանը, ամբողջ Աստվածաշունչը Հիսուսի մասին է, Աստծո պատմությունն է, Աստծո թագավորության մասին է, եւ թե ինչպիսին է մեր դերը այդ պատմության մեջ։ Մենք ամենքս դեր ունենք։ Ավետարանը եւ ամբողջ Աստվածաշունչը գրվել են Աստծո կամքով, Սուրբ Հոգու թելադրանքով, բայց մարդկանց ձեռքով, որպեսզի մենք հավատանք, ոչ թե կասկածենք։ Ամբողջ գրքում չկա որևէ տեքստ, որը նպատակ ունի կասկածներ առաջացնելու համար։ Կասկածը ինքն իրեն ցանված կամ ավելի շուտ սատանայի կողմից ցանված սերմ է, եւ այն սովորաբար ավելի քան բավարար առատությամբ է բխում, ու մենք կարիք չունենք կասկածին խնամելու, այլ մենք պետք է կասկածը արմատախիլ անենք, ասում է Չարլզ Սպըրջենը։ Այս ավետարանում Հովանես Ավետարանիչը թվարկել է առնվազն 7 նշաններ ու հրաշքներ, որ Հիսուսը արել է։ Հովանես Ավետարանի 2-րդ գլխի 1-11-ում Հիսուսը իր առաջին հրաշքը գործեց, երբ հարսանիքի ժամանակ ջուրը գինու վերածեց։ Հովանես Ավետարանի 4-րդ գլխի 46-ից 54-ում Հիսուսը ազնվականի որդուն բժշկեց։ Հովանես Ավետարանի 5-ից 1-15-ում կարդում ենք Բեթեսդայի ավազանում ինվալիդ լավ բարձի լավ կներեք, բառը հայերեն չեմ կարող հիշեմ, ինվալիդ մարդու բժշկությունը, կներեք այդ բառի համար։ Հովանես Ավետարանի 6-րդ գլխի 1-14-ում կարդացինք, թե ինչպես Հիսուսը երկու ձկով եւ 5 հացով 5000 տղամարդու եւ մոտ այդքան էլ կնոջ ու երեխաների կերակրեց։ Հովանես 6-15-ից 21-ում կարդում ենք ինչպես Հիսուսը քայլեց ջրի վրայով։ Հովանես 9-1-12-ում կարդում ենք կույր ծնված, ի ծնե կույր ծնված մարդու բժշկության մասին Հիսուսի կողմից։ Եվ Հովանես Ավետարանի 11-1-44-ում էլ կարդում ենք Ղազարոսի մեռելներից հարության մասին, որ Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին։
Բայց ամենից մեծ նշանն ու հրաշքը դա հենց Հիսուսի մահն ու հարությունն էին։ Հավաքականորեն այս նշանները ամուր հիմք են տալիս, որ մենք հավատանք Հիսուսին եւ ընդունենք նրան որպես Աստծո Քրիստոսի եւ հավատանք Աստծուն եւ Աստծո բոլոր խոստումներին։ Այդ հավատքը կույր հավատք չէ, կույր թռիչք չէ, դա ողջամիտ քայլ է հիմնված ամուր ապացույցների վրա։ Հավատակ, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծո որդին։ Սա ցույց է տալիս որդի Աստծո եւ հայր Աստծո փոխհարաբերությունը, նրանց էության միասնությունը, սերտ ընկերակցությունը եւ յուրահատուկ մտերմությունը Հիսուսի եւ հայր Աստծո միջեւ։ Եվ որպեսի հավատակ ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։ Հովանես Ավետարանիչը հասկանում էր, որ Հիսուսի հանդեպ հավատքը որպես Մեսիայի, Քրիստոսի եւ Աստծո ավելի արժեքավոր է, քան միայն այն, որ մենք ընդունում ենք այս աստվածային ճշմարտությունը։ Ընդունելը լավ է, բայց ամենը չէ, պետք է հավատանք, հավատքն է կարևոր։ Հավատալը, որ Հիսուսը Աստծո Քրիստոսն է ու Աստված, մեզ տալիս է նրա անունով կյանքի խոստումը։ Հիսուսի ով լինելը, Հիսուսի այս խոստացված կյանքը փոխեց հենց Հովանես Ավետարանչի կյանքը, ու Հովանեսը ցանկանում է նույն կյանքն ու վերափոխումը Հիսուսի անունով մեզ բոլորիս համար իր ավետարանի միջոցով։ Այս համոզմունքը, այս հավատքը բարդ չէ։ Մեր պատասխանը նույնքան պարզ է, որքան Այբուբենի տառերը՝ ընդունել, հավատալ եւ պարտավորվել, այսինքն կյանքդ հանձնել։ Դա միշտ չէ, որ հեշտ է, բայց դժվար չէ։ Նրա անունով հավիտենական կյանք ունենաք։ Նրա անվան միջոցով չի նշանակում Հիսուսի անունը տալով մենք հավիտենական կյանք ենք ստանում։ Այսինքն հավիտենական կյանք չենք ձեռք բերում, հենց տալիս ենք Հիսուսի անունը, այլ Հիսուսի զոհաբերությամբ, Հիսուսի զորությամբ, որ կրում է նա լինելով Աստված։ Աստվածաշնչում Աստծո անունը ոչ միայն այն անունն է, որով նա անվանվում է, այլ այն ամենը, ինչ իր էությունն է։ Վերջացնելով 20-րդ գլուխը, ես Հովանես Ավետարանչի այս խոսքերը հռչակում եմ հավատքով ամենքիս վրա եւ ասում եմ, որ ամեն լսող, ամեն կարդացող, եթե անգամ գեթ մի անգամ ա լսել, ականջի ծայրով ա լսել, հռչակում եմ, որ նա ընդունում է, որ նա հասկանում է ու հավատում է, որ Հիսուս Քրիստոսն է Քրիստոսը, Աստծո որդին, եւ որ Հիսուս Քրիստոսի զորությամբ, զոհողությամբ, նրա անունով հավիտենական կյանք է ունենալու։ Թող Տիրոջ փրկությունը գա ամենքի վրա։ Խոնարհվենք Տիրոջ ձեռքի տակ։ Ամեն։